Ստեղ ես հիմա մեծ սարսափելի միտք կասեմ, այս իմաստով։ Եթե մենք չկարողանանք, եթե կառավարությունը չկարողանա բանակցությունների ընթացքում հասնի այն բանին, որ Տիգրանաշենը մնա Հայաստանին, պայմանական եմ ասում, Արտվաշենը մնա Ադրբեջանին, հաշվի առնելով հանրաքվեները, բոլոր տեսակի սահմանադրության պահպանումը եւ այլ, ապա մենք պետք է ուրիշ բան անենք, որովհետեւ ես վստահ եմ, որ այդ քայլերից հետո, անկլավների այդ փոխանակումից հետո առաջ է գալու փախստականների վերադարձի խնդիրը Ադրբեջանից Հայաստան եւ շատ դժվար կլինի մեր պետության ղեկավարներին նստել եվրոպական լիդերների մոտ ու Ալիևի ներկայությամբ ասել, որ այդ խնդիրը այսպես կոչված չի կարելի այսօր լուծել, դեպի ժամանակի ընթացքում, հետագայում, որովհետև եվրոպական լիդերների աչքերը կկլորանան, կասեն ոչ թե չեք ուզում, որ մարդիկ վերադառնան իրենց տները ապրել, շատ դժվար է լինելու։ Եվ ընդհանրապես, երբ որ հեղեղ է լինում, դժվար է հեղեղի դեմը լապատկաներով կամ ինչ-որ ձևերով առնել, հող լցնել, հեղեղի դեմը փակել, որ վնաս չտա։ Պետք է վազես մի 3-4 կիլոմետր ներքև, փորձես փորել ջրանցներ կամ ջրանցք եւ ջրին խնդրես, որ լցվի այդ ջրանցքի մեջ ու գնա այնպիսի հունով, որ վնաս չտա քեզ։ Հիմա ես մենք մոտավորապես այդպիսի իրավիճակում ենք գտնվում։ Շատ դժվար է լինելու դիմակայել։ Եվ հիմա իմ սարսափելի առաջարկությունը կայանում է հետեւյալում։ Եթե հնարավոր չլինի հասնել այն բանին, որ Տիգրանաշենը մնա Հայաստանին, Արտվաշենը մնա Ադրբեջանին, ընդդեք հարակուսի կիլոմետրերի թվաբանությունը կարելի է կարգավորել իհարկե, ապա մենք պետք է հրաժարվենք նաև Արտվաշենից, որպես բողոք, որպես անվստահություն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության, որովհետեւ իրանք չեն ձգտում իրական խաղաղության, իրանք հետապնդում են այն նպատակները, որոնք առավոտից երեկո հնչեցնում են։ Եվ դա կլինի հնարավորություն կարողա տալ, որ մենք դեմը առնենք հեղեղի եւ ժամանակը, որ մի 20 տարի, 30 տարի հետաձգենք փախստականների վերադարձի խնդիրը, մինչև որ կայուն խաղաղությունը կհաստատվի։ Բան եք ասում ներողություն։ Դե հիմա պարոն Խաչատրյան, խմբակցանիստերի ժամանակ ասում էի թաքուն վախենալով խոսում էի, ասում էի, ասում եք մի ասեք, այդպես բան չկա։ Հիմա սա աշխարհը խոսում է, ես չխոսամ։ Որն եմ հակառակ ասել։ Որը։ Շնորհակալություն, ժամանակը ավարտվել է։ Որը